Ցտեսություն, շնորհակալ ենք։ Ուրախ եմ, որ ծանոթացած ես հետ։ Նորից համեցեք մեզ մոտ։ Շնորհակալություն։ Տեսություն, տեսություն։ Ողջույն հերոսների։ Բարև Բարև ձեզ։ ձեզ։ Բոլորը ճանաչում են մեզ։ Բարի ճանապարհ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ։ Ինչ լավ մարդիկ են, չէ՞։ Հա, մ՞։ Հա, լավ քնեցինք։ Հանգստացանք։ Կերել ենք, կերել։ Ամեն ինչ լավ է, մ։ Հիմա բաղեշում կշրջենք ու կգնանք մուշ։ Իսկ գիշերն արդեն բանի ափին կանցկացնենք։ Հաջողություն։ Դե լավ։ Բարի ճանապարհ։ Համբուրում եմ։ Տես է, մերոնց մասին են գրում։ Հետն էլ լուսանկար կա։ Բա, այսպիսին ենք մենք, նալբանդյաններս։ Բայց այնտեղ ուրիշ երեխաներ էլ կան։ Համաձայն եմ, կան։ Բոլորն էլ հերոս են, կեպցեն։ Ուրեմն սա է բաղեշ գետը։ Ինչ պարզ ջուր է։ Իսկ թուրքերի ժամանակ գետի ջուրը կեղտից դարչնագույն է եղել։ Կեղտից։ Աղբն էին գետը լցնում, քաղաքային կոյուղին, ֆաբրիկայի թափոնները։ Տեսեք, հիմա արդեն ձուկ էլ կա։ Ասում են, Ալեքսանդր Մակեդոնացին հենց Բաղեշ է մտել, իր զորավար Լիսին հրամայել է ամրոց կառուցել այստեղ։ Ամրոցն այնքան ամուր ու անմատչելի են կառուցել, որ Ալեքսանդրը անունը դրել է Չարլիս։ Ավելի ուշ պարսիկները սկսեցին իրենց լեզվով Բեթլիս անվանել։ Այսինքն բեթը պարսկերեն նշանակում է չար։ Այո, իսկ հետագայում քաղաքն էլ այդպես անվանեցին։ Արյունոտ աշտարակ։ Թուրք խաները այս աշտարակից մահվան դատապարտվածներին անդունդն էին նետում։ Հանցագործների։ Դե ճիշտն ասած, իսկական հանցագործները հենց խաներն էին։ Պարզ է։ Մի ժամանակ քաղաքային բանտն էլ է այս կողմերում եղել։ 170 տարի առաջ այդ բանտից մի բանտարկյալ է փախել, որի անունը ամեն հայ գիտի։ Կոմս Մոնթե Քրիստոն։ Ինչ Մոնթե Քրիստո։ Աղբյուր Սերոպը, նա այստեղից փախել է Սասնա սարերը, նորից ֆիդայիների ջոկատ հավաքել։ Ու հենց այստեղ Կարմրակ եկեղեցու բակում էլ թաղել են Սերոպի գլուխը։ Գլուխը։ Թուրքերը կտրել էին զոհված Սերոպի գլուխը։ Կազոն են, է։ Բա Բիթլիս, Չալոմ Բիթլիս։ տեսակ, մեծ գրող Վիլյամ Սարոյանն էր, հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանի ծոռը։ Լսել եմ։ Նա ընդմիշտ տեղափոխվել է Բաղեշ, իր պապական տանը ապրելու։ Դե լավ, գնալու ժամանակն է։ Տաքսին սպասում է։ Հիմա գնում ենք Սուրբ Առաքելոց վանք, հետո Մուշով Սուրբ Կարապետ, իսկ այնտեղից էլ Վանալիճ։ Սա մոսկիթ չի։
Մեկն էլ էս կողմն է։ Այստեղ բա հայեր չեն ապրում։ Այստեղ քրդական, թուրքական գյուղեր կան։ Գյուղեր էլ կան, որտեղ հայեր են ապրում։ Բայց 300-500 տարի առաջ թուրքերը նրանց նախնիներին ստիպեցին իսլամ ընդունել։ Սակայն մեր հաղթանակից հետո շատերը նորից քրիստոնյա դարձան։ Իսկ մզկիթներ թուրքերն ու քրդերն են հաճախում։ Բա մենք բոլոր թուրքերին ու քրդերին Ուզում էիր ասել սպանել եք։ Դե այլի։ Երբ մենք վերադարձանք, թուրքերի մեջ եղան մարդիկ, որ հրաժարվեցին զենք բարձրացնել մեր դեմ։ Նրանք հիշում էին իրենց նախնիների ոճրագործությունները եւ մեր պատերազմը արդար համարեցին։ Սուրբ Թաթևոս կամ Մշո Առաքելոց վանք, 4-րդ դար։ Վանքի հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է։ Այն գիտական եւ կրթական խոշոր կենտրոն է հանդիսացել միջնադարյան Հայկում։ Հնագույն ժամանակներում կոչվել է նաեւ Թարգմանչած վանք։ Գիտեք, որ միայն մեզ մոտ է նշվել, ու մինչև օրս էլ նշվում է Թարգմանչած տոնը։ Հայքում բանաստեղծները, նկարիչները, թարգմանիչներն ու գրիչները միշտ առանձնահատուկ հարգանք են վայելել, իսկ թարգմանիչները մեզ են թողել հունական, հռոմեական գիտնականների գրքերը, դրանցից շատերը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ ու այդպես հասել մեր օրերը։ Վանքի գերեզմանատանն էին հանգչում մեծագույն փիլիսոփա Դավիթ Անհախտի, պատմահայր Մովսես Խորենացու, 5-րդ դարի պատմիչ Ղազար Պարփեցուաճունները։ 1915 թվականի եղեռնից հետո թուրք բարբարոսներն ավերեցին նրանց շիվիմները։ Վանքն շատ անգամ է քարուքանդարվել, հատկապես 14-րդ դարում Լենգ Թեմուրի արշավանքների ժամանակ ու 20-րդ դարի կեսերին լիովին վերականգնվել է 2047 թվականին։ Ուրեմն թուրքերը ոչ կյանքում միայն ավերել են։ Վայրենիներ։ Ինչ արած, ժողովուրդներ կան, որոնց Աստված արարելու շնորհք չի տվել։ Նրանք միայն այրել, ավերել ու սպանել գիտեն։ Երևի նախանձում են ստեղծողներին։ Նայեք, այս դուռը համարյա 1000 տարեկան է։ 1915 թվին, երբ հայերը ստիպված էին հեռանալ այստեղից, մարդիկ իրենց սեփական ունեցվածքը թողած արվեստի գործ են փրկել ու տարել հասցրել են մինչև Էջմիածին։ Որ մնար, թուրքերը հաստատ կվառեին։ Եվ ահա գրեթե 120 տարի Երևանի պատմության թանգարանում պահվելուց հետո դուռը վերջապես վերադարձել է տուն։ Այրիկն ասում է, որ Երևանից մինչև այստեղ ձեռքերի վրա են բերել։ Վանքի գրապահությունում էր պահվում հայերեն ամենամեծ գիրքը՝ Մշո ճառընտիրը կամ տոնականը։ Գրքի վրա 600 հորթի կաշի է ծախսվել։ Աշխատանքն ավարտվել է 1202 թվականին Երզնկա քաղաքում։ Հնում ամենաարժեքավոր գրքերը գրում էին հորթի հատուկ մշակված կաշվի, մագաղաթի վրա։ Ես այդ գիրքը տեսել եմ Երևանում, Մատենադարանում։ 1915 թվին 2 հասարակ գյուղացի կանայք վանքի թալանված գրադարանից իրենց ուսերի վրա են տարել գիրքը։ Էնքան ծանր էր, պաշտիված 2 մասի են բաժանել։ Լավ, գնալու ժամանակն է։ Իսկ սա քեզ։ Շնորհակալ եմ։ Մուշը շատ հին քաղաք է։ Այստեղ պահպանվել են քար ուրարտական սեպագիր արձանագրությամբ եւ ուրարտական ամրոցի մնացորդներ։ Ուրեմն քաղաքը 3000 տարեկանից պակաս չի լինի։
Նայեք, հուշարձան։ Զոհված հերոսների հիշատակին են կառուցել։ 1915 թվականից հետո Մուշում հայ ընտանիքներ էին մնացել։ Նրանք ստիպված եղան իսլամ ընդունել ու թաքցնել, որ հայ են, բայց տանը հայերեն էին խոսում, պահպանում իրենց սովորույթները, հույսով ու հավատով սպասում, որ մի օր կգա իրենց ժամը։ Ու երբ պատերազմը սկսվեց, նրանք ապստամբություն բարձրացրին թուրքերի թիկունքում եւ իրենք էլ ազատագրեցին իրենց քաղաքը։ Եվ հիմա Մշեցի հայերը, որոնք չէին լքել իրենց էրգիրը, դարձյալ հինավուրց Մուշի տեր ու տիրակալն են։ Լավ, Սուրբ Կարապետն էլ նայենք ու դեպի Վանալիճ։ Ալո։ Մամ, Մուշից են գալիս։ Այն բանտը տեսանք, որտեղ թուրքերը մեր հայդուկներին էին նստեցնում։ Հենց այնտեղից է փախել մեր նախապապ Մարտիրոս Բրդյանը։ Հա, Արամն է պատմել նրա մասին։ Դե լավ, մամ, հաջող։ Հաջողություն, բարի ճանապարհ։ Լավ է, որ հետաքրքրվում են։ Մարտիրոս պապին նկատի ունեմ։ Քանի դեռ մարդկանց հիշում են, նրանք ողջ են։ Պատկերացնում ես ինչ կլիներ, եթե Մարտիրոս պապը չփախչեր բանտից։ Հաստատ կսպանեին։ Ու ես ու դու չէինք լինի։ Ուրիշները կլինեին։ Մեկ է, նրանք կգային Վանալիճ։ Իսկ ես ուրախ եմ, որ հենց մենք ենք եկել։ Քավինք մատրաշխարհացի Քավինք անինք մազի